Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք ֆուտբոլ ֆորումի թողարկումները, 4-րդ թողարկումն է արդեն, ու շարունակում ենք քննարկել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Արմեն Մանուկյան, Արտուշ Հարությունյան եւ այսօր մեզ է միացել Արմեն Գարամյանը։ Արմեն, ինչպես ես հետևում աշխարհի առաջնությանը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ ողջունում եմ ձեր նոր հաղորդաշարը եւ հույս եմ հայտնում, որ այն դեռ շատ երկար կտևի, որովհետև մենք այդ խնդիրը ունենք հայկական իրականությունում, որ ինչ-որ պահի շատերը հիասթափվում են, բայց նման հաղորդումները պետք են իրականում։ Հետևում եմ, բայց չեմ ասի, որ 100%-ով, երևի թե 80-90%-ով հաշվի առնելով, այնպես բաժանում եմ, մի գիշեր քնում եմ, մի գիշեր չեմ քնում, երբ հետաքրքիր խաղ կա, գիշերը չեմ քնում, բայց երբ նույնիսկ երբեմն եղել է, որ հետաքրքիր խաղեր են եղել, բայց քնել եմ չեմ դիմացել, ուղղակի, քանի որ ցերեկն էլ չեմ կարող քնեմ, որ գիշերը նայեմ աշխատում եմ, բայց ընդհանուր առմամբ երևի թե կարելի ասել, որ հետևում եմ։ Այս մունդիալը շատ է առանձնանում հատկապես անհատների խաղով, ինձ թվում է Մեսսի, Ռոնալդո, Մբապե, Վինիսիուս եւ այդպես կարելի է երկար շարունակել, ամեն մեկը իր հավաքականի առաջատարն է։ Օրինակ, ինչի հետ եք դուք դա կապում, որ այդչափ կարևոր են ամեն թիմում անհատները։ Շատ ներողություն, հետաքրքիր բան ապրեցի հիմա։ Ես դու երկար ժամանակ իրար հետ տարբեր տեղերում երբեմն իրար հետ նաև աշխատում ենք, աշխատել ենք, բայց ես չեմ սխալվում, դու երբեք ինձ հարց չես տվել, ոչ մի հաղորդման ես քո մոտ որպես հյուր չեմ եղել, դու իմ մոտ եղել ես։ Իրական կյանքում էլ հարց չեմ տվել։ Ինչ ես տվել։ Կյանքում էլ հարց։ Լավ, բայց մի հատ ուրիշ կարևոր բան էլ ասենք, եթե չեմ սխալվում, 9 տարի առաջ Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբանի մրցույթում մենք 3-ս մասնակցել ենք։ Ես էլ եմ մասնակցում, մի մոռացի առնել։ Հա, դու հա։ Իրական վերջից նայեցին, ինձ մարդիկ են մասնակցել, զարմանում եմ։ Իդեպ չմոռանալու մասին, մի մոռացեք հավանել այս տեսանյութը, բաժանորդագրվել ալիքին, որպեսզի մեր հաղորդումը ավելի շատ մարդ դիտի, այդպիսով կաջակցեք մեզ, եւ մեր հաղորդումն էլ գնում է ժամանակակից ֆուտբոլի ձևով, այսինքն մենք առանց նոմինալ հաղորդավարի ենք խաղում, օրինակ անցած հաղորդման այդ կեղծ հաղորդավարը Արմենն էր, ես Մարիո Գոմես չունեք, հա։ Չէ, մենք Ուսման Դեմբելեի ձևով ենք։ Բայց այսօր հենակետային կիսապաշտպանը չկա մեր։ Հա, Հայկը, ես այդ դիրքում եք խաղում, ոչինչ։ Box to box կաշխատես։ Բայց վերադառնանք իմ հարցին, օրինակ, ինչպես եք դուք դրան նայում։ Սպասում եք, որ այս ձևով իր անհատներից հարցը ձևակերպելիս։ Ես մտածում եի առաջինը ում անունն է տալու, դա շատ բարձր չէ, որ կամ Մեսսի կամ Մեսսինը տվեցիր, կամ Մեսսի կամ Ռոնալդո։ Ես այս ընթացքում էի մտածում այդ մասին, որ արդյոք շատ մեծ անհատների դերը կպատասխանեմ շատ կարճ ոչ, որովհետև օրինակ Արգենտինայի խաղը եկեք օրինակ վերցնենք, նույն Ավստրիայի դեմ։ Մեսսին 2 գոլ խփեց, Մեսսին շատ աշխատեց ամբողջ խաղի ընթացքում, բայց խաղաց թիմը որպես մեկ ամբողջական համակարգ։ Բայց թիմը ինչի գոլ չէր կարողանում խփել։ Ինչ էր ունեք հետաքրքիր։ Կատյոնես եթե Մեսսին չխաղար, գոլերը չէր լինելու։ Ինչ թվում է չէ։ Դա մի հատ ուրիշ կողմից այդ դեպքում դու մի օրինակ պատասխանատ ամբողջականները ասիր ոչ, չէ՞։ Աբելյանի հարցին, երբ կար Մեսսի, Վինիսիուս, Մբապե, Հոլանդ, Ռոնալդո եւ այլն։ Բայց դու վերցի միայն Արգենտինայի օրինակը։ Սկսենք Արգենտինայի օրինակից։ Չէ, եթե սկզբում մենք ֆիքսում ենք, որ հա ճիշտ է, արդեն մեր ենթագիտակցության մեջ դա նստում է, որ ճիշտ էր պատասխանը։ Բայց ինձ թվում է չէ, ընդհանրապես տենց չի, անհատներից շատ կախված են։ Կան հավաքականներ, որոնք կախված են։ Կախված չեն։ Իմ միտքը գիտես որն է։ Մենք օրինակն Ֆրանսիայի հավաքականին շատ ենք ցածրացնում նրա մարշչին, ու ասում ենք, որ կան աստղային։ Ճիշտ ենք անում։ Ես համաձայն չեմ։ Ես օրինակ Արմենիա դեմ համաձայն եմ։ Հատկապես նման մրցաշարերի ընթացքում, որ ինչ պիտի աներ Ֆրանսիան, ամեն անգամ պիտի աշխարհի չեմպիոն դառնա, որ ասես Դեշամը լավ մարզիչ է։ Այդ կազմով իմ կարծիքով Ֆրանսիան պետքա գոնե մի հատ Եվրոպայի առաջնություն հաղթած։ Դե աշխարհը հաղթել ու երկու անգամ 2024-ի 2000 անընդմեջ աշխարհում թե Եվրոպայում։ Աշխարհում համաձայն եմ, բայց 2024-ի Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայի հավաքականի խաղավոր հիշում ենք, անհնար էր տենց կազմով, տենց ֆուտբոլ խաղալ։ Այդտեղ մարշչական խնդիր արդեն կար։ Այդտեղից երևում էր, որ Ֆրանսիան կարող է ձախողել 2026-ում, բայց այս ընթացքում այնքան լավ ֆուտբոլիստներ միացան Ֆրանսիային, որ էլի Դեշամի այդ ոչ շատ թոփ լինելը իմ համար, ոչ շատ թոփ լինելը էլի քողարկվեց։ Լավ մարզավիճակում Դեմբելե, Օլիսե ֆանտաստիկ, Մբապեն դեն ժամանակ էլ կար, Դուե, Բարկոլա ֆուտբոլիստները այդ գծում այնքան ավելացան։ Գալի անհատներին, դες ասում ես Դեմբելե, Օլիսե, Դուե եւ այլն եւ այլն։
Հիմա եկեք գնահատենք նաև այդ ֆուտբոլիստների արածը ու չառանձնացնենք միայն Մբապեին։ Չէ, չենք ստորադասում ոչ մեկի, ոչ էլ Մարշին, բայց իմ ասածն այն էր, որ այդ թիմային խաղի մեջ էլ վառ անհատներ կան, որ երևում են։ Մեսսին Արգենտինայի բոլոր գոլերն են։ Կարծում եմ համաձայն ես, չէ, որ օրինակ Օլիսեն հրաշալի մրցաշար է անցկացնում։ Հիշենք Սենեգալի դեմ խաղը, հետո կայացած խաղը, բայց քանի որ այդ ռմբարկուական հետքերով գնում է Մբապեն, արդեն 16 գոլ 16 խաղում, մյուսների արածները կա տպավորություն, որ մղվում է երկրորդ պլան ու բոլորը խոսում են միայն Կիլիան Մբապեից։ Միշտ է այդպես, բայց Ես հիմա ասեմ, ես աշխարհի առաջնություն նայում եմ 2002-ից 98 աղոտ եմ հիշում, ես չեմ հիշում աշխարհի առաջնություն, որտեղ յուրաքանչյուր թիմի առաջատար այսքան շատ ընդգծվածներ։ Կարող է բացառություն են որոշ թիմեր, բայց այս մունդիալը այդ առումով տարբերվում է։ Հոլանդը առաջատարը չի, Հոլանդը որ չլինի, Նորվեգիան ինձ թվում է չէր հայտնվի աշխարհի։ Մբապեն որ չլինի Իսպանիայի հավաքականի առաջատար է։ Նայ, այնտեղ ուրիշ ախնդիր է։ Չէ, բայց Սոցիալի կանենք գտնենք։ Չէ, ով է, ըստ քեզ ով է։ Իմ կարծիքով Պետրին էլ կարանք։ Յամալին մի փոքր ժամանակ որ տան, շուտով մարզավիճակը հավաքի այդ վնասվածքից հետ նորը մարդը վերադարձել։ Տարբերությունը հաստատ ստեղծելու է իմ կարծիքով։ Գիտես խնդիրն ինչու՞մն է, երբ որ գալիս ենք մի կետի, որ չկա այդ թիմը օրինակ գոլահար, նույն Գերմանիայի հավաքականը վերցրու։ Ով է Գերմանիայի հավաքականի առաջատարը։ Վիրցը։ Մուսիալը, Նոյերը, Չկա, չէ՞։ առաջատարը։ Գծված առաջատար, քանի որ չկա գոլահար։ Անունով Այսինքն դու մի վարքյան սխալվում է նոյերը շատ Նոյերը սխալվում։ միշտ սխալվել է, Դե բայց փոխհատուցել ինքը է։ ինչով։ Լիքը լավ բաներ է որ։ Հիմա այսինքն փոխհատուցելու է դեռ այս աշխարհի ընթացքում։ Պարտքա չէ հիմա Գերմանիային։ Չէ, ինչն է պարտք։ Չէ։ Դու սխալ ես համարում, որ Նոյերն է առաջին Ես չեմ համարը։ կարծում ինքը բանունի փոխհատուցել։ Ինձ թվում է, որ այդ հեգեմոնիա է եղել, այդտեղ ես ինչ որ մի բան սխալ տեսնում եմ։ Ինքը արժանի է միշտ եղել առաջին Ենթադրենք Ավարտել միջազգային կարիերան, բայց տենց վիճակ էր, որ ստիպված էր ինչ որտեղ վերադառնալ, փակել այդ դիրքը, ով պետք է բադարպասի։ Ես հենց դա եմ ասել։ Բաումանը բայց Բաումանի խաղը, նախ Բաումանն էլ արդեն շատ տարեց։ Նոյերի համար 36-37 չկա, Նյուբելն է, բայց Չէ, ժողովուրդ, այս թեմայի մեջ ինչ էլ ասեք, ինչպես էլ բանավիճեք, հաստատ մի հատ հստակ միտք կա։ Նոյերը բոլորից լավն է Գերմանիայում ու արդար է, որ Նոյերն է խաղում։ Ամեն դեպքում իր փորձով, Գերմանիայի հավաքականի խաղերն էլ որ նայենք, դարպասապայի դիրքում անգամ խնդիրներ ունեցել են վերջին Բայց դա абսուրդ է, երբ ա եղել որ Գերմանիայի հավաքականը դարպասապայի դիրքում խնդիր ունենա։ 2002-ի աշխարհահռչության եզրափակիչ 6-ի նույնիսկ խմբային փուլում 3 տարբեր դարպասապահներ խաղացին, Կանը, Լեմանը, մյուսն էլ Տիմո Հիլդեբրանդ, ճիշտ եմ հիշում անունը, բայց հիմա չկա մարդ։ Լավ, այդ վերադառնալով քո հարցին մի հատ ընդհանրապես կետ ասեմ, դրանք արագ ուշադրություն դարձնեք։ Երբ թիմը դաշտում փնտրում է մեկ խաղացողի, ուրեմն այդ թիմը այդ խաղացողից կախված է։ Այդ ֆուտբոլիստից, այդ ֆուտբոլիստը ուրեմն շատ մեծ ազդեցություն ուրիշ կերպ կարող ես ասել, ուրեմն այդ ֆուտբոլիստը առաջատարն է։ Նաև, չէ, օրինակ կարա կիսապաշտպանության ֆուտբոլիստ լինի, ոնց էր Մխիթարյանը հավաքանում, ֆուտբոլիստները չգիտեին ինչ անեն, հայացքով փնտրում էին, հա։ Մխիթարյանը արչեվի գծի այդքան միտված չէր Հայաստանի հավաքանում, դե լավ, ինչ որ 10-ից 12, 13 թվականներին միգուցե։ Հետո այդքան էլ չէ։ Իսկ օրինակ Իսպանիայում անդադ փնտրում են Յամալին, Ֆրանսիայում Օլիսեն Մբապեին, դե Նորվեգիայում Հոլանդին, այսինքն Բրազիլիայում Վինիսիուսին, անդադ գնում է այդ եզր։ Քեյնը դե լրիվ ուրիշ պատմություն է, Քեյնը կարող է դիրքային գրի ժամանակ սեփական կիսադաշտում լինի։ Քեյնը առաջատարն է։ Ուղղակի եկեք ճիշտ հասկանանք էլի իրար, ես ոչ մի միտք չունեմ ասելու, որ Մեսսին Արգենտինայի հավաքականի առաջատարը չէ, չեմ կարող համարձակվել նույնիսկ ուրիշ մարդ չես կարող գտնել մոտ։ Իմ ասածը էսա, որ եկեք այդ ամեն ինչի ֆոնին նաև գնահատենք մյուս ֆուտբոլիստների կատարած աշխատանքը ու նաև անդրադառնանք այն թիմային խաղին, որը որ ունի Արգենտինայի հավաքականը։ Ըստ մեծ շատ հետաքրքիր թեմա է բացվում։ Արմենի ասածը շարունակեմ, որ փնտրում են ինչ-որ մեկին, դա պարտադիր չի կարող լինել, այսինքն ֆուտբոլիստները զգում են, որ այդ ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է կամ խաղը փոխել ու ավտոմատ սկսում են իրեն ավելի շատ փոխանցել։ Այսինքն ամեն ինչ պատճառահետևանքային կապով է, չէ՞։ Իհարկե, հիմա միտքը շարունակեմ Արտուշի արդեն, նայ։ Օրինակը բերեմ Ռոնալդոյի հետ կապված։ Եթե Պորտուգալիայի հավաքականը չի հաղթում, հիմնականում սկսում է քննարկվել Ռոնալդոն ինչպես խաղաց, ինչպես ազդեց նրա ներկայությունը, նա ավելի շատ է քննադատվում։ Նույնը Մեսսին Արգենտինայում, Մբապեն Ֆրանսիայում, միշտ տարբերվող ֆուտբոլիստի դեպքում այդպես է։ Բայց դրա հակառակ պատկերն էլ կա։ Հիմա օրինակ Ռոնալդոն լավ խաղաց Ուզբեկստանի հետ,
Ոչ ոք չի խոսում Նունու Մենդեշից, Բրունո Ֆերնանդեշից, բոլորը մեծարում են Ռոնալդոին։ Իսկ Ռոնալդոն ձեր կարծիքով առաջատարն է Պորտուգալիայի հավաքականը։ Դղա դաշտում խաղով Դե Ուզբեկստանի հետ առաջատարներից մեկն էր օրինակ։ 5 գոլային բնավորություն ունեցավ ու ինքն էլ այդ գոլային բնավորությունը ստեղծմանը մասնակցել։ Խաղով ոչ։ Այ Ռոնալդոն հիմա այն կարգավիճակում է Պորտուգալիայի հավաքականում, որ եթե նույնիսկ իր լավագույն ֆուտբոլն էլ չխաղա, բոլորը իրան որպես առաջատար են ընկալում։ Բայց եթե ընդհանուր խաղով ենք նայում, ես օրինակ Պորտուգալիայի հավաքականում վերջին շրջանում չեմ կարող առանձնացնել հստակ մեկին, որ այ լավագույնը հենց նա է։ Գիծ կարող եմ առանձնացնել եւ ասել, որ աշխարհում ամենաուժեղ կիսապաշտպանական գիծն ունի Պորտուգալիան։ Դա միանշանակ, բայց իմ ասած այդ կապված բան չունեիք ավելացնելու։ Հիմա դա արդար է, թե անարդար։ Իմ կարծիքով երկու կողմն էլ կա։ Երբ մեկին մեծարում են մյուսներին, չէ՞։ Հա, այսինքն դա բնական է։ Լավ խաղի ժամանակ միայն իրեն են հիշում, վատ խաղի ժամանակ միայն էլի իրեն են հիշում։ Ախր կներես էլի։ Հարց քննի։ Կլինի այդ թեմայից մի հատ ես էլ իմ կարծիքը ասեմ։ Նայ ինձ թվում է, եթե պատմականորեն դա սխալ լիներ կամ վատ լիներ, ֆուտբոլի էվոլյուցիան երբ որ նայում ես, թե ոնց է եկել, միշտ եղել է թիմ, որը ունեցել է առաջատար, որի շուրջ կառուցվել է եւ մարդկանց ընկալման մեջ դա նորմալ է։ Ու եթե տվյալ ֆուտբոլիստը կարողանում է տվյալ թիմին, տվյալ հավաքականին առաջ տանել, ուրեմն նորմալ է, ուրեմն լավ է դա։ Իմ հարցին դուք մասամբ եք, բայց Ես ուզում եմ պատասխանել քո հարցին։ Կլինի ես պատասխանեմ։ Դուք հարցին։ Հա, որտեղ չեք պատասխանում։ Վստահ չէ, որ Բայց արի վերջին հնարավորությունը տանք, թող ինքը պատասխանի, ասա, ճիշտ Շնորհակալ եմ։ Ճիշտ չէ, էլի կոնկրետ հարցին պատասխան։ Նախ ես այդ ընկալումը երբեք չեմ հասկացել, այդ շատերի մոտ եմ տեսել, ձեր մոտ եմ տեսել, այդ գնահատված եւ չգնահատված կամ թերագնահատված այդ միտքը։ Այդ կյանքում ես չեմ ընկալի։ Օրինակ, եթե խոսում ենք Ֆրանսիայի հավաքանի մասին, լավ, Պորտուգալիայի հավաքանի մասին վերցնենք, վերջին խաղ Ռոնալդոն մեծարում են, չէ՞, Ռոնալդոն խաղաց, խփեց, ստեղծում էր, պայքարում էր դաշտում, MVP-ն դարձավ խաղի, մնացածի մասին որտեղ չեն խոսում։ Այդ հարթակներում, սոցհարթակներում այդ խոսքն է ամենակարևորը ֆուտբոլիստի համար ըստ ես։ Նաև, դե որովհետեւ դա պրոպագանդա է։ Հստակ ձևակերպում եմ։ Ֆուտբոլիստի համար չէ մենակ։ Նախ այդ քո ասած MVP-ն, ով է լավագույնը ճանաչվել, եւ հետո դու նայում ես արձագանքները, օրինակ լավ կներես չէ, աս արդար է թե չէ։ Նունո Մենդեշի ինչն է արդար։ Արդար է, որ MVP-ն Ռոնալդոն էր, թե չէ։ Ով ճանաչվել է խաղում։ Ուրիշ տարբերակ կար։ Հա, ուրիշ տարբերակներ էլ կա։ Այդ խաղում չկա, Ռոնալդոն չկա։ Համարում այդ MVP մրցանակի իմ համար։ Հիմա նա երկու օրինակ բերեմ։ Չէ, բայց համար դու չես տան, բայց Ինձ համար չունի, բայց շատերն ունի երկու օրինակ բերեմ։ Ռոնալդոն, որ ցույց էր տալիս պիտի ինքը Տուգանային իրացներ, չարեց Մենդեշը եզրափակեց, չէ՞։ Հա, շատ հետաքրքիր քայլ էր Ռոնալդոյի կողմից խափեց մրցակցին, բայց մի ուրիշ ֆուտբոլիստ դա աներ, ոչ մեկ դա չէր նկատելու։ Ու մյուս օրինակը բերեմ։ Սխալ օրինակ ես բերում։ Ալմադան, երբ գնդակը բացքերը բաստողեց ու Մեսսին ոչ ոք չխոսեց Ալմադայի մասին։ Շատերը խոսեցին։ Լավ, լավ։ Ես համաձայն չեմ։ Դե բնականաբար Էդուարդ Քալանթարանն էլ է խոսել։ Ու եթե Ալմադայի փոխարեն լիներ օրինակ Անխել Դի Մարիան Շատ լավ թեմա է, հիմա ես ուզում եմ զարգացնեմ, էլի։ Բայց խնդրում եմ ես նախորդ թեման ասա ու ես ըստի սխալն ասեմ, որ դու Ռոնալդոյի օրինակը բերեցիր, ասացիր ուրիշ ֆուտբոլիստներ այդքան չէին խոսի։ Ուրիշ ֆուտբոլիստ լիներ, միանշանակ չէր լինելու, որ ինքը հարվածելու է։ Իսկ Ռոնալդոյի պարագայում այդ դիրքում աշխարհի 107% բնակչությունը վստահ էր, որ հարվածելու է 107 հանած Նունո Մենդեշ։ ֆուտբոլիստներ կան, որ Տուգանայիններ շատ լավ Այդ մակարդակի Մենդեշը լավ Տուգանային իրացնում շատ կներես, էլի խնդրում եմ։ Այստեղ հարցը եթե Բրունոն լիներ, կարող է 80-20 լիներ Նունո Մենդեշն հարվածելու, թե Բրունո Ֆերնանդեշը։ Իսկ Ռոնալդոն աշխարհի ուշադրությունը դարպասապայի պաշտպանի ուշադրությունը վրա տարավ։ Այդտեղ է իր մասին շատ խոսելու առիթը։ Հարցը Ռոնալդոն չի, ես ընդհանրապես օրինակ բերեցի։ Իմ ասածը դա էր, որ մեդալը երկու կողմ ունի, այսպես ասած։ Իսկ իմ ամենաառաջին հարցին հետ գալով, իմ վարկածն այն է, որ հավաքականների ֆուտբոլում դեռևս անհատների դերը ավելի մեծ է, քան ակումբային ֆուտբոլում։ Քանի որ հավաքականների ֆուտբոլում մենք տեսնում ենք մրցակիցը փակվում է, շատ թիմեր չեն կարողանում այդ պաշտպանությունը ճեղքել։ Մենք տեսել ենք օրինակ Կաբո Վերդեն ինչպես կարող է պաշտպանվել, մյուս պայմանական թույլ թիմերը, եւ այդտեղ անհատը ավելի հավանական է, որ խաղի ելքը կփոխի, քան ակումբային ֆուտբոլում այս պահի դրությամբ։ Որովհետեւ ակումբային ֆուտբոլում այս պահին ավելի շատ է ամեն ինչ հիմնված համագործակցության վրա ֆուտբոլիստների, նաև համակարգի աշխատելու վրա, Այսինքն չեն տալիս ազատություն ըստ քեզ։ Չէ, կա։ Ես ընդհանրապես համաձայն չեմ այն մտքի հետ, թե հիմա ֆուտբոլում ազատություն չկա անհատների համար, բացարձակ համաձայն չեմ։ Ես էլ։ Բայց ուզում ասել, որ ակումբայինում ամեն դեպքում մի քիչ ավելի շատ է։ Ակումբայինում
Խաղը ավելի լավ է կառուցված։ Դեստեղ էլ պետքա շատ կարևորել նորից մարզչի դերը։ Հիմա եկեք հիշենք նույն Paris Saint-Germain-ին, որը ուներ Messi, Neymar, Mbappé, Եղիակ, շատ աստղային հարձակման գիծ, ինչ արեց այդ թիմը։ Ու հիմա էլ է աստղային, բայց չես համեմատի այն ժամանակվա հետ։ Հիմա արդեն հստակ երևում է մարզչի ձեռը։ Այնտեղ որտեղ խնդիր կար։ Այնտեղ անձնական ցանկացած տեղ որտեղ կա անձնական խնդիր, այդտեղ չի կարող ամեն ինչ հարթ լինի։ Այդտեղ արդյունքը այնտեղ մարզչական խնդիր կար նաև։ Մարզչական անձնական խնդիր կար։ Ֆուտբոլիստների միջև հարձակման գծի խաղացողների միջև խնդիր կար։ Լավ, ամեն դեպքում այս թեմայի Նեյմարի, Մեսի, այդտեղ խնդիր կար, իրանք իրար հետ հաշտ չէին։ Դե դա էլ է մարզչի խնդիրը նաև։ Նաև մարզչի խնդիրն է։ Այո, այս թեմայի որպես եզրափակում ստացվում է մի բան, որ ֆուտբոլիստները գալիս են ազգային հավաքական, մարզչի աշխատանքի համար քիչ ժամանակ է տրամադրվում, մարզիչը իր գաղափարները քիչ է կարողանում դաշտ բերել, ու ստացվում է, որ այդ իրավիճակում թիմում սկսում է տարբերություն ստեղծել մեկ առանձին ֆուտբոլիստ, որը մեծ հաշվով դառնում է նաև թիմի առաջատար, ճիշտ է։ Ես հենց դա եմ ուզում ասել։ Ու եթե կա ինչ որ զույգ խաղացված, օրինակ Օլիսը Մբապե, որ զուտ բնական ձևով իրանք իրար լավ են հասկանում, դա արդեն մարզչի համար նվեր է։ Ժոաո Նևես Վիտինյա։ Հա, օրինակ, հիմա այսպեսի մի հարց ձևակերպել։ Կարելի է մի հատ Արտուշը մի հատ հարց էր տվել, այդ օթի մեջ էր էլի մնացել դրան պատասխանը։ Չէ, երբ որ դու ասեցիր ինչքանով է կարևոր, երբ որ ֆուտբոլիստներին լավագույն ֆուտբոլիստի մրցանակ են տալիս։ Օրինակ, մեր օրերում, քանի որ վատ խաղի պարագայում մամուլը թաղում է ֆուտբոլիստին, եթե դա անում են, ուրեմն պետքա լավ լինի լավ խաղի պարագայում ինչ-որ բան, որով ֆուտբոլիստը նաև կմոտիվացվի։ Իմ կարծիքով հանդիպումները թե վերջին ոնց են որոշում։ Դե նայ սխալ ընտրությունը այդ ուրիշ բան է, բայց եթե մենք խոսում ենք գլոբալ ճիշտ ընտրության մասին եւ ֆուտբոլիստի աշխատանքը գնահատելու մասին, դա ճիշտ մոտեցում է։ Ֆենտեզիում մեծ միավորներ է բերում։ Դա ինչի պատճառով։ Օրինակ կարող է ֆուտբոլիստին տան MVP, ընդհանրենք որ 2 գոլ է խփել, բայց լինի դաշտում նենց խաղացող, որը աներևակայելի բաներ է արել, մեծ աշխատանք է կատարել, զուտ որ այս ինչ ֆուտբոլիստը եկել է, 2 հպում է արել, այդ 2 գոլն է իր անվան դիմացա, ուրեմն բերեք։ Բայց այդ միանշանակ չի որ տենց է լինում։ Չէ, բայց շատ քիչ է Դե որովհետև ընտրողներն էլ ունեն իրենց սուբյեկտիվ կարծիքը եւ դրա համար կարող են տարբեր որոշումներ լինել։ Հիմա այսպիսի հարց, աշխարհի առաջնությունը պատկերացնենք, օրինակ հաղթում է Ֆրանսիայի հավաքականը, Մբապեն դառնում է գլխավոր ռմբարկու, եզրափակիչում էլ մի 2-3 Դեմբելեն ոսկե գնդակ է, Չեմպիոնների լիգա է հաղթում։ Կամ նույնը պատկերացրեք Մեսսի դեպքում Ռոնալդոյի իրենց հավաքականների հետ։ Դրա համար իրենք կստանան ոսկե գնդակ։ Օրինակ Մեսսին 10 գոլային գործողություն, եզրափակիչում նա լավագույնն է, Արգենտինան հաղթեց, Մեսսին կստանա ոսկե գնդակ։ Ինձ թվում է, նայ, այստեղ կարևորը թե ով կլինի այդ քո ասած կարգավիճակում, եթե այնպիսի ֆուտբոլիստ է, որ տարվա կտրվածքով եւ Չեմպիոնների լիգայում եւ Ռոնալդոն օրինակ։ Չէ, Մեսսին եւ Ռոնալդոն չեն ստանա։ Բայց եթե Մեսսի դեպքում սխալմունք էր դա, որովհետև չէինք շատերը չգիտեին, որ այդ քվեարկությունը վերաբերվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ին։ Հիմա գիտա այդ օրինակ։ Աշխարհահռչությունը ամենակարևոր մրցաշարը չի Ֆուտբոլիստի համար։ Ընդհանրապես ընդունված է դա ֆուտբոլային ընկալման մեջ, հա։ Հավաքականների մակարդակով, հա։ Ահա։ Հիմա ֆուտբոլիստների համար է, հա։ Ինքը լավագույնն է, իր թիմն էլ հաղթեց։ Ինչու չի կարող ոսկե գնդակ նվաճել։ Դե բայց այդ մի ամիս է, տոկոսային հարաբերակցություն կա, հա մի ամիս է տևում, բայց նայ։ Կարող Ֆրանսիային հաղթում եզրափակում պայմանական։ Պորտուգալիան կամ Արգենտինան հաղթում է էլի Ֆրանսիային, Մբապեն դուբլ է անում, Մբապեն չէ, Դեմբելեն դուբլ է անում, Ֆրանսիայը հաղթել Չեմպիոնների լիգայը հաղթել, հիմա ֆինալը դուրս դրա համար Չէ, լավ, ենթադրենք Դեմբելենը լա, էլի գոլ է խփում, հիմա Դեմբելենը հաղթել է Չեմպիոնների լիգան, դրանից մի ամիս հետո, 2 ամիս հետո հաղթել է աշխարհի գավաթը։ Դա մեծ հավանականություն է արդեն, որ կստանա ոսկե գնդակ։ Ֆավորիտներից մեկը։ Կամ չէ, կլինի ստանա ոսկե գնդակը Դեմբելեն։ Կլինի, բայց ուզում ասել, որ օրինակ ինչու մյուսները չեն կարող հավակնորդ լինել այդ դեպքում։ Դե Խվիչան էսպային հավակնորդ է, չէ։ Հիմա դու ասում ես մի ամիս, չէ՞, մրցաշարը։ Ես համաձայն եմ, որ հա մի ամիս է, բայց Չեմպիոնների լիգայի play-off-ն էլ 2-3 ամիս։ Չեմպիոնների լիգան սկսում է խմբից։ Հա, բայց էլ ինքը, այսինքն շատ խաղեր չեն։ Որոշիչ խաղերն են, սրանք էլ են որոշիչ խաղեր։ Արման, բայց այնտեղ գումարվում է ներքին առաջնություն, գավաթ, այսինքն դու համագումարով ես դրել ֆուտբոլիստին նայում։ Դարձավ հավակնորդ Մոնակոյի դեմ դիմակայությունից սկսած հրաշալի խաղաց ամեն խաղում գոլ ասիստ։ Առաջնությունում էլ լավ խաղացել։ Գումարենք նաև առաջնությունը, բայց հիմա Արմանի հետ համաձայն եմ, 2-3 ամիս էր play-off-ը Չեմպիոնների լիգայի, ես էլ համարյա 2 ամիս է։ Չէ, Արմանի ասած, Արմանի օկտին լավ sense բան ասեմ, աշխարհի առաջնության քանի խաղ խաղում աշխարհությունում 3 8 խաղ, եթե եզրափակիչը ստացնում 8 խաղ։ Չեմպիոնների լիգայում էլ խաղում են 8 խաղ, հա, այնտեղ չէ, ավելի շատ է, կրկնակի շատ է, տարբերությունը շատ է։ Կրկնակի շատ է, բայց այնց ահռելի տարբերություն չէ։ Բայց կլինի ես խաղացին սպարիչ պատասխան։ Մեսսին Ինտեր Մայամիում լավ է խաղացել, Ռոնալդոն Ալ Նասրում լավ է խաղացել։
Ես ինչու եմ այս թեման բարձրացնում, որովհետև ոսի խնդիրը MLS-ի եւ Սաուդյան Արաբիայի լիգաների թույլ լինելն են, դրանք համաշխարհային մակարդակի լիգաներ չեն այս բային։ Ոնց որ Նարդին Մուլաուսեյնովիչը, ասենք, հավակնորդա, նայեք, ես համաձայն եմ նախորդ տարի Գրեգորյուն հավակնորդ կարող լիներ։ Հարցն է, որ ոսե գնդակը երբեք հստակ չափորոշիչ չի ունեցել։ Մի տարի սա է եղել կարևոր, մի տարի սա, հաշվի առնելով նաև իմ նշած ֆուտբոլիստների հեղինակությունը, հիմա մենք ուզենք թե չուզենք, եթե իրենք հաղթեն աշխարհի առաջնությունը, այդ թեման բաց է։ Օրինակ, իսկ դու համաձայն ես։ Մարդը երկու խաղում 5 գոլ է։ Իսկ դու համաձայն ես, որ հիմա ֆուտբոլասերի ընկալման մեջ, ինչպես էլ ուզում ա Ռոնալդուին եւ Մեսսիին առաջ բերես, մարդիկ արդեն չեն ընկալում, որ նրանք լավագույնն են։ Լավ, Մբապեի վրա, Մբապեն։ Հա, Մբապեն։ Ակումբային տիտղոս չի նվաճել։ Ոչ, ես բայց Մբապեն գոնե խաղով, գոնե խաղով կարծիքներ եմ լսել, հետեւյալ ձևակերպամբ, որ ինչով ինչ ուզում է ասի, էլի մեկը որ Մեսսին խաղում է, տենում ենք իր մակարդակը, կապ չունի որ ինքը MLS-ում է խաղում, ցույց է տալի այդ մարդը 39 տարեկան մակարդակը ցույց տալի դաշտում քայլելու։ Այսինքն մենակ դաշտում քայլել է Մեսսին երկու խաղ։ Հիմնականում քայլել է, բայց ինքը իր հպում խփել աշխարհի առաջնությունը։ Չես լսում։ Հիմնական իր հպումն է, օքեյ, նորմալ է դա։ Ինչ է։ Դու որ լինեի Նախ ես կտրականապես համաձայն չեմ որ մենակ քայլել է։ Նորմալ է, եթե ինքը գոլ է։ չէ, այսինքն Մեսսին լիներ prime վիճակում եւ Մեսսին հիմա նույնն է։ Չէ, տես, հիմա պետք չի մենք համեմատենք prime Մեսսին 39-ամյա Մեսսի հետ։ Տես, դու ասես եթե Մեսսին դաշտում է վերջ, ուրեմն այն ժամանակ Մեսսին գիտեր դրիբլինգով անցնել 4, 5, 6, 7, 8, 9, 10 հոգու գոլ խփել։ Հիմա Մեսսին գիտի քայլելով 3 հոգու անցնել։ նենց այդ ազատ տարածությունների մեջ մտնել, նենց դիրքավորվել, նենց իր գոլը խփել։ Արտուշ տենց է խոսում, ոնց որ top հավաքականների հետ է խաղացել Մեսսին այս երկու խաղում։ Շատ լավ բան։ Հիմա որ Ֆրանսիայի հետ խաղան, մի հատ Սալիբա դնեն։ Մի հատ բան է, Սալիբա դնեն Մեսսի կողքին, քեզ թվում է կարողանա անցնի։ Գերմանիա չի, Անգլիա չի, բայց թույլ հավաքական։ Այո, նորմալ Ավստրիայի հավաքականը դու այս աշխարհի արդյունքն բավականին թույլ հավաքական։ Եվրոպականներից երևի 4 ամենաթույլերից մեկն է։ 16 հավաքականում չկա։ Մեսսին շատ էին ազատություն տալի, բայց մյուս կողմից էլ Մեսսին էլ լավ խաղում, ասենք Ավստրիայի։ Ես չեմ ասում Վատերխան, չէ, Ռոնալդուն էլ Ուզբեկստանին է խփել։ Իդեպ Մեսսին կարող էր այդ վիճակագրությունը չունենալ, եթե հենց առաջին տուրում կարմիր քարտ ստանար։ Այո։ Ինչը կարող էր ստանալ։ Ես մոտ շատ Ոչ թե հակասական կարող էր, բան այլ ասեմ, պետք է էլի։ ստանալ, բայց ես համաձայն եմ, որ նույնիսկ այդ տեսանկյունից չպետք է տրվեր այդ կարմիր քարտը, էլի, որովհետև շատ էր փչանալու Գարամյան, Միվարկյան Աբելյան։ Նայեք, այս թեմայով մոտ շատ կրիտիկական բան հեսա կասեմ։ Ինձ թվում է մենք Մեսսի ու Ռոնալդուի մասին այնքան շատ ենք արդեն խոսել ու այնքան շատ բան ենք ասում, որովհետև զուտ իրենք Մեսսին ու Ռոնալդուն են։ Ուղի խոսանք էլի, այդ թիմերը նորմալ թիմերի հետ չեն խաղացել եւ Պորտուգալիան եւ Արգենտինան, ու այդ ֆուտբոլիստների խաղի մասին մենք ռեալ դատողություններ անելու հնարավորություն չունենք։ Երբ որ օրինակ Արգենտինան Ֆրանսիայի հետ կխաղա, այդ ֆուտբոլը կանի Մեսսին, Պորտուգալիան հետ կխաղա Իսպանիայի հետ, բոլոր աստղերին ովքեր որ Հոլանդ, Քեյն, Մբապե, պիտի սպասենք իրար հետ խաղալ։ օրինակ Հոլանդին մենք տեսել ենք ախր, Անգլիայում տեսել ենք, Չեմպիոններ լիգայում տեսել ենք, այս Մեսսին մենք չենք տեսել եվրոպական ուժեղ մրցակցության մեջ։ ու Ռոնալդուին էլ։ Okay, չենք տեսել կտեսնենք, բայց հիմա սկզբում մենք ասում ենք, որ առաջատարն է Մեսսին, հետո ասում ենք, դե ինչ արել, որ 5 գոլ է խփել էլի քայլում էր։ Բայց քաղաքական մանիպուլյացիա է, ես դա չեմ ասել։ Ես ասում եմ, որ Մեսսին 5 գոլ է խփել, հալալ է իրան, որ այդ տարիքում ինքը իր պահերը օգտագործում է, այն վերջին գոլը, որ հավատաց գնաց խփեց անցավ, որ գոլ խփելուց բացի լավ է խաղացել։ Համաձայն չես։ Լավ է խաղացել։ Իդեպ ինչու է Մբապեի մասին ասում, ինքը տիտղոս չունի, բայց ակումբային շատ գոլեր է խփել, հավաքականում էլ է շատ խփում ու եթե չեմպիոն դառնա Ֆրանսիան, այդ խոսակցությունն էլ կգնա Մբապեի ոսե գնդակի, մանավանդ որ ինքը տարիներ շարունակ հավակնորդների այդ մեծ գիտես ով այն համար ամենաարժանին է։ Մենակ չասես էլի Օլիզեն։ Չէ, իհարկե չէ, Հարի Քեյնը միանշանակ։ Հարի Քեյնը։ Եթե կա ֆուտբոլիստ, որը նաև վերջին մրցաշարում ասեմ, եթե Անգլիան դառնա աշխարհի չեմպիոն, իմ համար ինքը գլխավոր ֆավորիտն է։ Բայց որ Ֆրանսիան դառնա աշխարհի չեմպիոն Օլիսենա լինելու թե Մբապեն։ Իսկ թվում է Օլիսեն։ Օլիսեն։ Ես օրինակ իմ կարծիքը ասեմ այս թեմայով։ Կներես, այստեղ մի հարց կա, թե ով ինչ play-off-ում ով ինչ ազդեցություն կունենա Ֆրանսիայի Իմ տեսածով, հիմա ես ինչքան որ տեսել եմ, մի հատ տպավորություն կա, զգացողություն կա, որ ինչքան էլ Ֆրանսիայի հավաքականում շատ ուժեղ անհատներ կան, այդ բոլոր անհատները դաշտում
նայում են թե ինչա անելու Մբապեն եւ բոլոր աշխատում են Մբապեի համար։ Հետեւաբար այդ շվակից դուրս գալը շատ բարդ է լինելու բոլորի համար։ Օլիսեն շատ է իր վրա վերցնում խաղը, Օլիսեն էլի փնտրում Մբապեին, համաձայն եմ որ վերցնում է, բայց վերցնելը այդ չի նշանակում անել են ինչ որ Մբապեն ա։ Սենեգալի հետ խաղը Օլիսեն պաս տվեց, բայց ամենակարևոր պահին Մբապեի հետ եթե Ֆրանսիան չեմպիոն Օլիսեն միանշանակ արժանի է լինելու, բայց եթե այդ քո ասացին որ թե քվեարկությունը ոնց է կատարվում, քվեարկողները դա ճաշակի հարց է նաև ավելի շատ մտածում եմ քվեարկելու են Մբապեին։ Ես համաձայն եմ։ Որտեղ ավելի Օլիսեն ավելի արժանի լինի, չնայած որտեղ Մբապեն աչքի համար ավելի հաճելի է մարդկանց։ Շատերի կարծիքով դեռ կստանա, Մբապեն այսքան հավակնում, դեռ չի ստանում։ Եվ շատ կարևոր է լինելու էլի այդ նարատիվը ինչպես կգնա էլի աշխարհահռչությունից հետո ով ճանաչվի մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, որքան էլ ես համաձայն լինեմ, որ 2024-ին Ռոդրին արժանի է, ճիշտ է Վինիսիուսն էր արժանի, բայց եթե Ռոդրին չհանձնեին մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, Իսպանիան չեմպիոն չդառնար, երբեք չստանա։ Այս թեման թող եզրափակեմ ու հասնենք մյուսին։ Բայց մյուս թեման ես բացեմ, բայց կարևոր թեմա է։ Անհատներից ենք խոսում, ես ուղղակի շատ տպավորեց Ռոնալդոից ենք խոսում Ուզբեկստանի դեմ ու խաղը հենց վերջացավ, տեսախցիկը մոտեցավ Ռոնալդոին, ասաց I am back, ես վերադարձել եմ ու մտածում եմ էլի որտեղից է վերադարձել։ Մտածում եմ, բայց մարդը 41 տարեկան, ամեն ինչ արել է ֆուտբոլում, ինչ ունի էլ ապացուցելու մի կողմից, բայց ինքն իրեն ապացուցելու բան ունի, որ չէ, եթե նրանք խփում են գոլ, ես է կարող եմ խփել, ես է կարող եմ օգնել ու մտածում ես դա անհավանական ուղղակի մտածելակերպ է, մարդկային չի, անմարդկային է ուղղակի, դրա համար եթե մեզ դիտում է Ռոնալդոն, Ռոնալդոն շատ քիչ բան չասաց, եթե չեմ սխալվում, դե որտեվ չի դիտի, հաստատ Ռոնալդոն ասել է, որ իմ կյանքի ամենադժվար օրերից եմ ապրել, որովհետև իսկապես քննադատությունը շատ է եղել ու մարդը ցույց տվեց։ Բայց մի հատ ավելի թեթև թեմա էլի առաջ քաշեմ, այստեղ շատ ենք բանավիճում, ասում են Հոլանդիայի հավաքականը ֆուտբոլին տվել է տոտալ ֆուտբոլ, այնտեղ խոսում են Իտալիայի հավաքականի պաշտպանության մասին, որ եկան, հասան, դարձան աշխարհի չեմպիոն։ Արգենտինայի հավաքականից են խոսում, որ թե ինչպես ամբողջ թիմը կարող է Մեսսիի համար խաղա, որ չեմպիոն դառնա։ Այ ձեր կարծիքով այս մունդիալը ինչ նոր բան է տալու ֆուտբոլին, ինչ է լինելու։ Ես այդպեսի նոր բան չեմ ֆիքսել ճիշտ ասած, ինձ թվում է հիմա ինչ որ մի բան կա, որ զգացվում կարող է լինի։ Այդա պետք է Ռոնալդոն իրոք դիտում է, լայք այսքան լավ խոսքեր։ Միայն տեսանյութին։ Բայց ես օրինակ մի բան նկատել եմ, որ կասեմ։ Հաղորդմանը մի քիչ շատ էին քննադատել, հիմա ոնց որ տեղը լրացնում ենք էլի։ Դե ասա ինչ ես նկատել ենք քննադատել։ Ես օրինակ առաջին անգամ ֆիքսել եմ իմ տեսած բոլոր մունդիալների մեջ, որ անգամ այդ կազմակերպչական ֆուտբոլիստների գալու այդ process-ը ինձ հաճելի է նայել։ Ես ամեն անգամ ֆուտբոլ ընկալել եմ երբ են գալիս ու գնդակ խաղարում։ Ես նողկանք եմ։ Բայց օրինակ կազմով են մտնում օրներքի ժամանակ։ Մի լավ բան կա այդտեղ, որ ֆուտբոլիստներ կան, ինձ թվում է իրանց երազանքն է, որ ձերք սեղմումը լինի սկզբում օրներքների ժամանակ իրենք դաշտում լինեն, շատեր երազանքը տեղ իրականանում է։ Դες ինչ անհարմար, նայ Դե մենք սովոր ենք, չէ՞ որ գալիս են 11 հոգի, նայում ենք, ասենց չգիտենք ովքեր են կազմում։ Օրինակ ցույց է տալի Պահեստային դարպասապանին կամ ինչ որ պաշտպանի, որը մեկնարկային կազմում դու չես գրել իր անունը, բայց դու ասենց առաջ ես գալիս, հետո հիշում ես, որ չէ, ինքը կարար կադրում հայտնվել։ Ճիշտն ասած, որովհետև հիմա բոլորն են գալիս, բայց այս այդ առումով չէ, բայց լուրջ բան չկա որ առանձնացրեք։ Օրինակ չեք տեսել որ կա հավաքական, որի մարզիչը օրինակ այդ երկրում չի եղել։ Դա բաներ է, հետաքրքիր բան է, որ մարդկանց հետաքրքիր է։ Երևի նկատի ունես։ Որը Մինիեին նկատի ունես։ Ես Հայիթին նկատի ունեմ։ Դաթարները նորմալ է։ Շատ լավ որ չացել է։ Նայ, ինձ մի վարքյան կներես։ Արմեն, ինձ օքեյ է 3 րոպե սպասել ամեն խաղակեսում մի անգամ, քան ամբողջ խաղի ընթացքում ուղղակի գժանոց։ Բայց ինչ ես մեկը մյուսի հետ կապում։ Դե, որովհետև մինչև այս կանոնը օրինակ շատ էր դաթարներ։ Հիմա խաղային ժամանակը երկար է։ Բայց դա ֆուտբոլի էությունը փոխել է, այսինքն մարզիչը կեսից կարող է փոփոխություններ անի ազդի խաղի վրա։ Բայց լավ չէ։ Չէ։ Մարզիչները դժգոհ խաղի տեմպը մի թիմ գրում, մեկ է դաթար։ Գիտես ինչ, հասունանում է գոլը, մեկ է դաթար։ Մարզիչների համար չի
ի սկզբանե դադար է։ Բայց կներես թիմային Վարշավա։ մի հատ հարցի մատեմ։ Հիմա թիմային բոլոր սպորտաձևերում այդ դադարները կան, եւ վոլեյբոլում, եւ հոկեյում, եւ բասկետբոլում, բոլոր տեղերում այդ փոփոխությունները մարզիչները անում են։ Ինչի ֆուտբոլում չէ լինի։ Ուրիշ բան ես ասում։ Բասկետբոլում ֆուտբոլի պես չի, իրանք ամեն 30-20 վայրկյանը մեկ, 24 վայրկանը մեկ կարան միավոր վասկետ։ Վոլեյբոլում միավոր են խաղարկում։ Այդ մի դադարի NBA-ում կա, Արմեն, NHL-ում կա, հասկանում եմ այդ հիմա ամերիկյան սպորտաձևերի մասին ենք խոսում, հիմա տարել են մունդիալը ԱՄՆ ու նորից վերացել են տենց կոմերցիոն բանի։ Ես օրինակ ընդհանրապես գացել եք որ առաջին խաղակեսում հատկապես տեմպը ընկնում է դա։ Ես մարդ գիտեմ, որ յուրաքանչյուր խաղի այդ հատվածում հայհոյում է, անկեղծ ամբողջ լուրջ եմ ասում, ամեն անգամ ասես լավ դե ինչ ես այսքան ներվային անում։ Արդեն գիտեիր որ պետք է ում է տեսնայում ֆուտբոլ։ կասեմ հաղորդից։ Ինձ թվում է դու այդ մարդու հետ կդիտես նաև 1/16-րդ եզրափակիչի խաղերը, Ճապոնիա, Բրազիլիա հանդիպմանը կուզեի անդրադառնալ։ Ում եմ հիշում որ լսում եմ Զիկոին։ Հիշում Ես Կեյսուկի Հոնդայի Ճապոնիայի մարզիչներ Նակատային չես բրազիլացին 2006-ի մունդիալին։ Հա։ Իդեպ նշեմ, որ մենք հաղորդումը նկարում ենք ուրբաթ օրը եւ բոլոր զույգերին ամեն օր խաղեր կան, մենք չենք կարող բոլորին անդրադառնալ, բայց Ճապոնիա Բրազիլիայից կարող ենք սկսել։ Իսկ դուք հիշես մեր մեկնաբանած ամենա իրար հետ որ մեկնաբան։ Բրազիլիա, Ճապոնիա։ Չէ, Բելգիա, Ճապոնիա։ Բելգիա, Ճապոնիա էր, հա, ճիշտ է։ Ճապոնիան հաղթում էր 2-0 հաշվով։ Այս հիշում եմ այդ խաղը։ Նա շատ լին խփեց վերջում 3-2 հաշվով հաղթեց Բելգիան։ Այդ 2018-ին 18-ին է։ Իսկ Բրազիլիայի առաջընթացը նկատում եք խաղար խաղ։ Խաղից խաղ, հա, դա ուզում ասել։ Ես Վինիսիուսի առաջընթացն եմ նկատում Իսկ խաղից ինչու ոչ Կազեմիրովի կամ Վինիսիուսի տես առաջընթաց կա ու ինքը համ գոլեր է խփում, համ խաղի վրա կտրուկ իր ազդեցությունը մեծացրել է։ Իսկն գալիս ենք նրան, որ ամեն դեպքում առանց Վինիսիուսի համաձայն ես, որ այս Բրազիլիան շատ ավելի հենց այս պահին շատ ավելի թույլ կլինի։ Առանց Ռաֆինյայի ով է լինելու ընդհանրապես առաջատարը Ռաֆինյա կար մինչև վնասվածքը, երկուսն էլ շատ արդյունավետ չեն եղել հավաքականում, ոչ Վինին, ոչ Ռաֆինյան, բայց ամեն դեպքում մտածում էի, որ Վինիսիուսը ավելի շատ կարա առաջատար դառնա։ Ես օրինակ առաջի խաղը որ նայեցի, առաջի խաղից իմ մոտ հենց առաջին խաղից տպավորություն կար, այո ես անընդհատ այդ ֆուտբոլիստի խարիզմայի հարց առաջ եմ քաշում։ Դուգլաս Ինձ մոտ, չէ, ինձ մոտ միանգամից այդ տպավորությունը կար, որ ամեն դեպքում այս թիմում, ինչքան էլ Ռաֆինյան ֆենոմենալ լավ մրցաշրջան է անցկացրել, շատ լավ ֆուտբոլ է խաղում, Վինիսիուսի աստղը ավելի բարձր է։ Ու այդ աստղը կարաս հիմնավորես, ես գիտեմ։ Ես ասում եմ բնավորության պատճառով, չէ, Վինիսիուսի խաղը ավելի հաճելի է իմ աչքին, կոնկրետ իմ համար, աղմուկն էլ, հա։ Աղմուկը ավելի շատ է, եւ բացասական եւ դրական։ Թիմի խաղը կառուցում է Վինիսիուսի շուրջ։ Ամեն ինչ հնարավորինս հարմար լինի Վինիսիուսին, ինչ որ տեղը զուտ նրան հենց իրան իր սիրած դիրքը տալով Սիրած դիրքը տալով, նաև մի քիչ պաշտպանությունից ազատելով, բայց դա էլ նորմալ եմ համարում, ինքը գիտի Վինիսիուսի։ Ստումա պլեյոֆում տենց չի լինի։ Բայց դրանից տուժում է, դրանից օրինակ ճիշտ է Ռաֆինյան վնասված ստացա, բայց դրանից առաջ Ռաֆինյան մի քիչ տուժում էր, որովհետև Ռաֆինյան չէր գտնում իրեն։ Արման, ես չգիտեմ, ես ինֆորմացիոն Բարսելոնայում լրիվ ուրիշ համակարգի մեջ է խաղում, այստեղ շատ տարբեր է։ Դե բոլորն են տարբեր համակարգերի մեջ խաղում, ու ընդհանրապես այդ թեման է ծայրահեղ տարբեր է։ Իսկ այդ թեման էլ ընթացքում կարելի է զարգացնել հավաքականում մարզիչը ինչ պետք է անի։ Պետք է տակտիկա մարտավարական լուծումներ գտնի, թե պետք է ուղղակի լավ մոտիվատոր լինի, լավ հոգեբան լինի։ Գարամյան, բայց ինձ գիտես ինչն է հետաքրքիր։ Դու քննադատեցիք, չէ՞ Դեշամին։ Դեշամը իմ կարծիքով, հա, կարող է ինչ որ անհատների, կարող է չհաստատ, ինչ որ անհատների թույլ տալ լրիվ բացվել, բայց տակտիկապես ինքը գիտես լավ աշխատանք։ Ես չեմ կարծում որ կարող է հասցնել 2-3 օրում տարբեր սխեմաներից մարտիկ, տակտիկաներից մարտիկ բերելով ինքը կարողանա ցանկացած մարդուց չեմ հավատում որ 2-3 օրում կամ մի շաբաթում 10 օրում ինքը կարողանա բոլորին հարմարեցնել իր Հիմա իմ մտքին եկավ մի հատ մարզիչ, որը որ թե հոկեբանա, թե տակտիկա, մարտավարական կողմին է։ Այդ ով Բիելսա։ Դարձնում չէ, ինչ Բիելսա։ Հայկի ականջներ կանչի, Բիելսայից։ Ասում եմ, կարող եմ ասել մարզիչ, որը եւ հոկեբան մոտիվատորը եւ այդ տակտիկա մարտավարական կողմը։ Բայց ժամանակ դուր մտածենք եթե նա։ Խնդրեմ։ Թոմաս Տուխել։ Հավաքական է մարզը։ Կոնկրետ մունդիալի մասին ենք խոսում։ Իրան նկատի չունեի, բայց կարա։ Իմ համար օրինակ Լուիս Դելաֆուենտեն այդպիսի մարզիչ է։ Չէ, Լիոնել Սկալոնին։ Սկալոնին ուղղակի ինչու՞մն է իր օրինակ երբ ես դու իր այդ հոկեբանական ուժեղ լինելը նկատել հավաքականի, հոկեբանական ուժեղ լինել երբ ես։ Ես օրինակ հիմա ասեմ, օրինակ Իսպանիայի հավաքականը նախորդ չեմպիոնությունը երբ որ եղավ, այդ թիմը այդ ֆուտբոլիստներով չեմպիոն չպետք է դառնալ, բայց ստիպել այդ ֆուտբոլիստներին մտածել, որ բոլորից լավն են,
ու խաղալ բոլորից լավ ֆուտբոլ, այդ արդեն խոսում է հոգեբանության մասին։ Այո, զամաձայն։ Իսկ բնավ ֆավորիտների շարքը։ Ընդհանրապես, Չէ, բայց ինչ նշանակում այդ ֆուտբոլիստերով, այնտեղ խաղում էր Ռոդրի, խաղում էր մի վարքյան, ստոպ, երկու ֆուտբոլիստի, եթե մենք հանենք, կներես, այդ ժամանակ Ֆրանսիայի հավաքականը ավելի լավ կազմ ուներ, Անգլիայի հավաքականը, Պորտուգալիայի հավաքականը, առնվազն 4-5 թիմ ավելի ուժեղ էին, բայց այդ ֆուտբոլիստերին համոզել է, որ բոլորից լավն եք, դուք եկեք խաղացեք։ Դե Լա Ֆուենտեն բոլոր թիմերով անցել է Իսպանիայի հավաքականի 20-30 տարի այդ համակարգում, ինքը բոլորին շատ լավ է։ Դա էլ է խոսում դրա մասին, որ այդ մարդուն այդքան վստահել են։ Համաձայն եմ, բայց մի քիչ ուրիշ պատմություն է։ Իսկ Արգենտինային է, Արգենտինան ինչ քաոսային ֆուտբոլ է ցույց տվել։ Հիմա էլ այդ կոպիտ տակտիկական ֆուտբոլն է, չէ, բայց դրա մեջ հոգեբանությունը ես տակտիկական քամելիոնի է վերածել այդ։ Տես, նայում ենք խաղը, տպավորությունն է, որ էսի հավաքական չի, ակումբ է։ Չեմ ուզում շատ բարձրացնել Արգենտինային։ Ասեմ, տես նորից հետ են գալիս Տիագո Ալմադային։ Ուշադրություն դարձրել ես հենց նրա միջոցով, քանի սխեմա է փոխվում խաղի ընթացքում։ Իսկեն 5 են դառնում պաշտպան։ 5 են դառնում, գնում է լատերալ, գալիս է առաջ 4-4-2-ից 3 հարձակվող ու այդ ամեն ինչը, այդ գոլային գրողն էլ որ կառուցվեց նաև նրա շուրջ պատահականություն չէ։ Չէ, համաձայն չեմ, որ մի քանի անգամ խաղի ընթացքում սխեմա է փոխում, դա նախորդ կներես մշակված կոմբինացիաներ են, որ քեզ թվում է ինքը սխեմա է կտրուկ փոխում, երբ որ գնում դառնում լատերալ։ Հարմարվի մրցակցի առաջարկներին ու փոխի։ Քանի անգամ ես լսել, որ մարզիչներն ասում են, մեր խոսքերի 5%-ը չի հասնում ֆուտբոլիստերին։ Մարզիչները ասում են խաղի ընթացքում այդ դաթարները չհաշվենք 5%-ը չի հասնում ֆուտբոլիստերին։ Այսինքն հիմնական բանը որոշվում է խաղից առաջ, ընդմիշտ բանը հիմա արդեն այդ բրեյքերի։ Այո, որ օրինակ դու ասել Գերմանիայի հավաքականը Նագելսմանն է շատ սխեմաներ փոխում, այդտեղ կարող է ես մի քիչ կներես, էլի։ Խոսքը մենակ տենց դոգմա չի, որ դրանով պետք է ինչ-որ բայց Սկալոնին ասում օրինակ ինչ, օրինակ ակումբային ֆուտբոլ եթե լիներ այս նույն կազմով, դժվար կլիներ ամեն ինչ այդքան համապատասխանեցնել Մեսսիին, այսինքն թողել որ նա հանգստանա առանց գնդակ կամ մնացած բաները։ Ակումբայինում մի քիչ ավելի դժվար կլիներ, հավաքականում հաջողվում է նաև տրամադրելու հաշվին, բայց որ նա իրոք այդ քո ասած փոփոխություններն է լավ անում թիմ կառուցում համաձայն եմ, բայց եկեք հետ գանք մի հատ կլինի հարց տամ, շարունակենք։ Հիմա հարց ունեմ ես քեզ։ Այդ որ ասում ես Անչելոտին է որոշել, որ Վինիսիուսի վրա խաղա։ Ես կարող եմ ինֆորմացիոն հոսքից մի քիչ դուրս եմ մնացել, ինչ որ տեսել ես, թե ենթադրություն։ Հա, ես լուրջ ամուր Անդերսանում պետքա գնալ։ Կարող է վիդեոն ու։ Ինձ թվաց ինչ որ հարցազրույցում ասել է, որ ես խաղը կառուցում եմ։ Բայց դա բան աշխարհում չի լինում դե։ Չէ, դե այսինքն խաղը կառուցում է, դա երևում է ինձ թվում։ Արգենանք Ճապոնիա։ Աշխատել են իրար հետ ռեալում։ Հա, Ճապոնիան օրինակ ըստ ինչի հաշվին Ճապոնիան կարող է կարգապահության ստեղծել։ Ասեմ, տես խոսում էինք տելեֆոնի Բայց շատ զգույշ հարց է գալիս, խնդիրներ ստեղծել շանսին։ Ու երբեք ես չեմ տեսել որ Ճապոնիան հախուռն խաղա, նույնիսկ եթե իրանց գոլ է պետք, իրանք կարող են մինչև 90-րդ րոպեն իրանք կարգապահ գրոհեն, կարգապահ պաշտպանվեն ու սպասեն հավատան որ իրանք այդ մի շանս ունենալու են։ Ու ես անկեղծ չեմ հիշում Ճապոնիայի, որը հախուռն գնում է առաջ գրոհում։ Օրինակ ես այս մրցաշարում, այս մունդիալում տեսել եմ շատ լավ կոմբինացիոն ֆուտբոլ ցույց տվող Ճապոնիայի հավաքական, դու ասեցիք պաշտպաններով, չէ՞։ Որ թիմերի, մի հատ Նիդերլանդների հետ կախված թե ում հետ է խաղում, եթե Բրազիլիայի հետ բնականաբար պետք է սպասեն իրենց շանսին, ցենց։ Հենց դրա համար Թունիսի հետ առաջի երկու խաղերում։ Մի հարց բացեմ, դուք ասեք ձեր կարծիքը։ Օրինակ ինձ հետաքրքիր է այս խաղում որ թիմը ավելի շատ կտիրի գնդակին, ով ավելի շատ այսպես ասած նախաձեռնությամբ կխաղա, որովհետև առաջին հայացքից պիտի լինի Բրազիլիան։ Դա առաջին հայացքից։ Այս Բրազիլիան Անչելոտի ինձ հիշեցնում է Մադրիդի Ռեալը Չեմպիոնների լիգայի փլեյօֆում, երբ կարող է գնդակը հանգիստ հանձնել մրցակցին ու հակագոլներով խաղալ։ Իսկ այս Բրազիլիան ունի թոփ դարպասապահի, պաշտպանները կենտրոնական, հենակետային է։ Այսինքն եթե գնդակը Բրազիլիան հանձնի Ճապոնիային, այդ դեպքում ինչպես։ Բայց ինչի պետք է հանձնի։ Մի հատ այդ հարցի պատասխանը չեմ ունի այդ գնդակը։ Մի րոպե դա բացատրում ես մի րոպե։ Չէ, բայց ասեց։ Ախր այդ տրամաբանությունը ասի հակագրով իր հնարավորությանը, ոնց Անչելոտին Անչելոտի Ռեալը։ Ես այդ սա հիշում եմ, բայց ես մի հատ բան էլի ասեմ։ Ես համաձայն եմ, որ Ճապոնիայի հավաքականը բավականին հետաքրքիր լավ թիմ է, բայց որ թիմերի ֆոնին ինչ մրցակիցներ ա ունեցել, այդ մեկ։ Օրինակ Ճապոնիայի հավաքականը, ես երբ որ նայում եմ խաղերը, այդտեղ ես ռեալ չեմ տեսնում այնքան ահռելի պոտենցիալ, որով հնարավոր է Բրազիլիային ստիպել խաղալ երկրորդ համարով։ Ես էլի խնդրում եմ մի խմբային փուլի խաղերը Ճապոնիա։ Ես չեմ ասում կստիպի։ Ախր նայ, եթե այնտեղ որ կազմին էլ նայում եմ, էլի խնդիրներ կան։ Ճապոնացիների։ Ախր որ իրականությունում Արմեն ջան, որ իրականությունում ես պետք է մտածեմ, որ
Ճապոնիայի հավաքականը Բրազիլիայի հետ պետք է խաղա առաջին համարով։ Անչելոտին ու Բրազիլիան վստահ ախտումնավոր կարող է։ Դե այնպես որ լինի հազարատ սցենար կարող է, բայց ես ասած որ Ճապոնիան կընդունի այդ առաջին համարը։ Հա, դա եմ ասում, դրա համար ամենահետաքրքիրն է, որտեվ Ճապոնիան եթե խաղաց հակագրողներով, Բրազիլիան միգուցե չդիմանա, բայց կարող է լինել նաև հակառակը։ Լավ, ես դու մտածում ես Վինիսիուսով, Կունյայով, օրինակ Ռայանով հակագրողներ Բրազիլիան։ Բայց դա ռիսկային չի, Արման ջան։ Եթե քո թիմի ուժեղ կողմերից մեկն է, ինչու է ռիսկային։ Իսկ իմ կարծիքով այդ թիմի ուժեղ կողմը Ճապոնիայի հետ խաղում վերցնել գնդակը եւ անել այն ինչ ուզում են։ Որովհետեւ կազմը թույլ է տալիս դա։ Արմեն, ինչ անել այն ինչ ուզում են, կազմերով թույլ է տալիս։ Իսկ Մարոկոյը Ճապոնիան քիչս 18-ին 22-ին ինչ ճանապարհ անցել։ 18-ին քառորդ եզրափակում Բելգիային պարտվեց, բայց այն լավ Բելգիային ու Բելգիան էլ մի կերպ հաղթեց 0-2 պարտվում։ Իսկ Ճապոնիան ուժեղ թե Ճապոնիան մետրանոցներով միայն պարտվեց Նիդերլանդերեն չէ, որ Գերմանիայի ու Իսպանիայի խմբում առաջի տեղն էր, երկուսին էլ հաղթեց։ Խորվաթիայից մենակ 11 մետրանոցներով դուրս մնաց։ Հիմա դու ասում ես բանա։ Ես օրինակ վստահ եմ, որ Բրազիլիան առանց որևէ խնդրի հաղթել է Ճապոնիան։ Բացարձակ չեմ մտածում, որ խնդրի։ Ես էլ եմ վստահ, որ ունենալու է խնդիր։ Մտածում եմ, որ անցնելու է, բայց ոչ տենց։ Ճապոնիան, չէ՞։ Ճապոնիան, հա։ Դե լավ, թող կարծիքները կիսվեն 3-1 հարաբերակցությամբ, բայց ես կտրուկ էս այն թեման է, որտեղ վստահ եմ, որ ռեալ էլի լիներ օրինակ Մինամինոն, լիներ այնտեղ Էնդոն, Դոանա ինչով է զիջում։ Դե լավ։ Արմեն, եթե դու հիմա հասկանում ես, Գերմանիայի առաջնությունը միջին թիմում խաղացող հասկանում ես, որ եթե Ճապոնիան խնդրում եմ Ճապոնիան Բրազիլիան, եթե ինչ ռիլենք մենք ունենանք։ Ես օրինակ Շվեդիայի հավաքականի հետ 3 խաղա տեսել եմ։ Այնտեղ ինչ տեսակ հուսադրող, շատ ուժեղ։ Իսկ Ճապոնիայի հավաքականին ինչ էր պետք է խաղում։ Ախր պետքով չի դու պետք է նայես ֆուտբոլը եւ հասկանաս այդ թիմի պոտենցիալը, ես պոտենցիալ չեմ տեսնում։ Այդ նայ Եվրոպայի առաջին խմբային փուլի խաղերը, այն top հավաքականները, որոնք ասում են, վայ, Անգլիայի հավաքականը, Սանկ Ֆրանսիան նայ, Պորտուգալիան նայ, ինչ են անում, ֆուտբոլ չեն խաղում։ Արմ բայց Բրազիլիան խաղումը հասկանում ես, այս հակադրության մեջ։ Մարոկոյը շատ ֆուտբոլ խաղաց։ Այդ մի խաղն է ծախում։ Ոնց մի խաղ, ամենաուժեղ մրցակցի հետ։ Իսկ թվում է Բրազիլիայի առաջին խաղը շատ կարևոր էր, որ հենց Մարոկոյի դեմ երևացին թույլ կողմերը եւ Անչելոտին սկսեց փոփոխություններ անել, սկսեց Կունյային խաղացնել, ճիշտ է Ռաֆինյային վնասվածքացա։ Չէ, Ռաֆինյայով չէր Կունյայի։ Դե լավ, որ ամեն դեպքում լավ, մյուս խաղին էլ անդրադառնանք, էլի top հակամարտություն Նիդերլանդների եւ Մարոկոյի միջեւ։ Այս ֆավորիտ, անգամից այսպես հարցնում։ Իմ համար Նիդերլանդները աշխարհի առաջության չեմ ուզում ասել 3 Երևի 4-3 նույնիսկ ասեմ, հաղթողի 3 հավաքորդներից մեկն է։ Իսկ էս իմ համար այն խաղն է, որ միջև 11 մետրանոց հարվածաշար հնարավոր է գնա։ Հիմա ասեմ, օրինակ Նիդերլանդերի հավաքականը կաղաց շատ լավ հետաքրքիր հարձակողական, զվարճալի ֆուտբոլ է խաղում, բայց ես երբ որ նայում եմ Մարոկոյի հավաքականին, Մարոկոյում եւ համակարգ կա, եւ որակյալ ֆուտբոլիստներ կան, եւ այս հավաքականը Նիդերլանդների հետ մինչև վերջ կարող կռվի։ Այդ Ճապոնիայի մեջ չեմ տեսնում այդ պոտենցիալը, բայց Մարոկոյի մեջ տեսնում եմ։ Տարբերությունը կարգերի իմ համար էական է օրինակ։ Անհատներով այո։ Ըստ Մարոկոյի հավաքականում ֆուտբոլիստների 80%-ից ավելին անցել են եվրոպական դպրոցներով, կարելի ասել թրծվել են եվրոպական ֆուտբոլում ու շատ կարևորեր են թե ով փոխարինեց Վալիդ Ռեգրագին։ Ես էլ մտածում էի, որ Ռեգրագի հեռանալուց հետո շատ խնդիրներ կլինեն, բայց Հոկեբան մարզիչ է, որ անցյալ տարի երիտասարդական թիմի հետ աշխարհի չեմպիոն էր դարձել, իդեպ շատ հետաքրքիր է նրա պատմությունը, սովորեցրել է իմ կարծիքով Մարոկոյին, հիմա որ համեմատում եմ, ընդհանուր խաղային մոդելն ու ձեռագիրը նույնն է, բայց հիմա Մարոկոն սովորել է խաղալ նաև առաջին համարով, ու մենք տեսանք դրա վառ դրսևորումը նույնիսկ Բրազիլիայի դեմ, հատկապես առաջին Բրազիլիայի դեմ հնարավոր է խաղալ։ Այսինքն Մարոկոն խաղա նախաձեռնությամբ այդ դեպքում չեմ հավատում իսկ ունենալով Դե Յոնգ, Գրավենբերգ, Ռեյնդերս, եթե Նիդերլանդները չկարողանա գնդակ վերահսկել, ինձ թվում է ձախողում կլինի։ Դե այս դեպքում էլ արդեն գալիս ենք հակագրողներին, շատ արագ ֆուտբոլիստներ Մարոկոն ունի, հա, թիկունքը շատ ամուր է, դե Վանդեկի գլխավորությամբ, բայց նենց չի որ խնդիրներ չունի էլի նիդեր։ Գակպոյի մասին ինչ եք մտածում։ Դե Բրոբի Օշոր մրցաշարի ֆուտբոլիստ Գակպոն չի կարող որոշիչ ոսե գնդակ չի կարող ստանալ, ասենք։ ոսկե գնդակ այս տարի չէ, բայց այս տարի։ Իմ կարծիքով այդ խաղը շատ նյուանսների խաղ է, ու այդ խաղը չնչին տարբերությունները պետք է էլի հաղթատող դառնան։ Ես լուրջ եմ ասում, այս այն եզակի դեպքերից է իմ համար, որ չեմ կարող ասել ով է ֆավորիտ։ Չկա ամեն դեպքում Նիդերլանդներն է ֆավորիտ։ Այնտենց կարող է 57-43, բայց Մարոկոն իսկապես
կարախնդիրներ ստեղծի։ Դե ամեն դեպքում չմոռանանք անցած մունդիալի կիսաեզրափակչի թիմը, այս աֆրիկյան ազգերի գաղափարի եզրափակչի ընկալումը հատկապես այդ Նիդերլանդները կարող լիներ աշխարհի կիսաեզրափակչում եթե 2022-ի մունդիալից հետո ընկալումը նաև փոխվել է Մարոկոյի հանդեպ։ Մայթ նախկինում մտածում Մենակ Մարոկոյի մասին չէ, աֆրիկական թիմերի հատկապես մակարդակն է բարձրացել Օրինակ Սենեգալը գցեց մակարդակը կարծում աֆրիկյան թիմերի այսքան Բայց թվում էր ամենաուժեղն է։ Սենեգալին գիտես ում հետ էի Սենեգալը վստահ որ խմբից դուրս է գալու առաջին տեղով 2010-ի Գանայի հետ էին նմանություններ այժմյան Սենեգալի եւ այն ժամանակվա Գանայի էլի շատ ամուր շատ ձիգ sense կազմ ունի նաեւ անուններով լիքը բայց դա բախտը չբերեց երևի որ Նորվեգիայի ու Ֆրանսիայի հետ նույն խմբում էր հանգիստ կարող էր երկուսից գոնե երկրորդ տեղով ուրիշ խմբում կարող չէ ստեղ էլ հաղթեր Իրաքին մեկ ոչ ոքի հիմա էլ կարող է մեծ հաշվով դե չեն կարող ասել քանի հատ կխփի Իրաքին ու պլյուսը ինչքան կլինի բայց այն որ ես հավատում եմ որ իրանք տենց շատ լուրջ կռիվ են տալու թե Նորվեգիայի թե Սենեգալի հետ շատ լուրջ կռիվ ոչ թե կռիվ ուղղակի չգիտեմ ես Ֆրանսիայի հետ առաջին խաղակեսում վատը չէին մի հատ բան էլի հարցնեմ այ օրինակ ընթացքում մտածում էի շատ կարևոր հարց է մոտ առաջացել ձեր կարծիքով օրինակ Հարավային Կորեայի հավաքականն ավելի ուժեղ թիմ թե Ճապոնիան միանշանակ Ճապոնիան Ճիշտ ասած Կորեայից ես հիասթափվում եմ շատ բան էի սպասում բայց ես չեմ խոսում իրանց հետ մեր նախորդ թողարկումից հետո դու ինչ տպավորված էիր այդ օրը ես հենց Կորեայի խաղն էի մեկնաբանելու ստեղից գնացի մի անգամից ու դու ասում ես կտենա Սարտուշ ինչ լավ վար ֆուտբոլ է խաղում Կորեան ես գնացել եմ չեմ նստած մտածում հիշում եմ քո խոսքերը ֆավորիտներ Կորեան երրորդ խաղից էլ ավելի եմ հիասթափվել Հարավային Աֆրիկայի դեմ խայտարակ իմ համար խմբի ֆավորիտներ Կորեան անկեղծ վերադառնալով նախորդ խաղին օրինակ հոլանդացիներին մի փոքր առավելություն կտամ ոչ միայն կենտրոնի համար նաև օրինակ եզրերի շատ լավ միացումներ ունեն Դյումֆրիզ Գակպո ստանդարտներն են շատ լավը գոլեր խփում են այնպես որ մի փոքր այսպես առավելություն եզրափակելով այս եթերը քանի որ Արմենը մեզ այսօր հյուրընկալվել է նորից շատ շնորհակալ ենք կուզեի լսել որ հավաքականն է մնում քեզ համար գլխավոր ֆավորիտը կամ միգուցե եռյակը այս մրցաշարում հաղթելու Դե քանի որ մի քիչ առաջ այդ թեման ես բացեցի ու ասացի մի բան երևի թե հետ չկանգնեմ գլխավորը Նիդերլանդները չէ բայց եռյակում կա երրորդ տեղում երկրորդ տեղում Ֆրանսիա, առաջին տեղում, այստեղ մի քիչ սուբյեկտիզմ էլ կա։ Պորտուգալիա ասացել։ Սուբյեկտիզմ էլ կա առաջին տեղում Պորտուգալիա, այդ ավելի շատ երևի թե ցանկություն է։ Եթե ռեալ դատեի, կասեի առաջին տեղում Ֆրանսիա, երկրորդ տեղում Անգլիա, երրորդ տեղում Պորտուգալիա։ Իսպանիային ու Արգենտինային չեմ տեսնում։ Սպասենք, եւս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հետևելու համար։ Լայքեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, մեզ հետևեք սոցցանցերում, կհանդիպենք հաջողություն։